Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում սպասվում են ամենաթեժ զարգացումները, որին հեռուստադիտողները սպասել են հեռուստասերիալի հենց սկզբից։ Սոսն ու Աննան երիտասարդ տարիքում սիրում էին իրար։ Սոսը մեկնեց բանակ, որից հետո արդեն հեռուստադիտողների համար պարզ դարձավ, որ նա այլևս չի վերադառնալու ու Աննայի հետ միասին չեն լինելու։ Ավտովթարից հետո Հենդոն բավական մեծ գումար տվեց, որպեսզի Սոսը մեկնի Մոսկվա ու ենթարկվի վիրահատությունների և հնարավոր լինի նրա կյանքը փրկել։ Դրանից հետո ոչ ոք տեղյակ չեղավ, թե Սոսի հետ ինչ կատարվեց։ Նրա մայրն ինչ-որ ժամանակ անց վերադարձավ Հայաստան, հետո պարզվեց, որ Բագրատը կապ ունի Սոսի հետ։ Ավելին, այնուհետև պարզ դարձավ, որ Լիլիթն ու Սոսն ամուսնացել են ու նրանց որդին վերադարձել է Հայաստան, իսկ դա նշանակում է, որ շատ շուտով վերադառնալու է նաև Սոսը։ Հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից պարզ է դառնում, որ Բագրատը կազմակերպել է հետաքրքիր հանդիպում։ Հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում նոր տեսանյութ է հրապարակվել, որից պարզ է դառնում, որ Բագրատը կազմակերպում է նրանց հանդիպումը, երբ Միքայելը, Ֆաինան, Հենրին և Աննան նստած են, Բագրատը ներկայացնելու է Սոսին։ Սոսի որդին արդեն սեղանի շուրջ նստած է, իսկ սա նշանակում է, որ հեռուստասերիալում մեծ իրարանցում է սպասվում։ Ինչպես է վարվելու Աննան, երբ տեսնի Սոսին ու տեղեկանա, որ այսքան տարիներ նա չի մահացել, Ավելին վերադարձել է։ Ավելին դիտեք տեսանյութում հենց հիմա։ Դու ով ես։ Հանգիստ խոսա հորս հետ։ Հանգստացեք երկուսդ էլ։ Տեսնեմ իմ Լիլիթի թորս ա, Լիլիթից տղեն։ այս է որակույր է։ Այս ձգցում Որակոչը տղան շատ հաճելի։ Հենրինա։ Ինչ զիմինյա խաղաղում լինենք։ Կյանքից վեսրած հաղորդում ան։ Հիմա լավ չեմ ոչ։ Թվում եմ, որ այսքան ուշանք։ Չէ, մի Դիանա Գրիգորյանի վերջին զանգը հայկական հեռուստասերիալն իր դեբյուտից ի վեր դարձել է հեռուստադիտողների ամենասիրելի նախագծերից մեկը։ Դրամատիկ, երբեմն առեղծվածային ու լի անսպասելի շրջադարձերով այս սերիալը չի դադարում զարմացնել ու հուզել իր հանդիսատեսին։ Սցենարական խորը մտածված լուծումներն ու կերպարների բազմաշերտ հոգեբանությունը ստիպում են հետևել յուրաքանչյուր դրվագին, սպասելով նոր բացահայտումների ու սենսացիոն իրադարձությունների։ Սերիալը պատմում է մի ընտանիքի մասին, որը փորձությունների շղթայի միջով անցնելով պայքարում է իր ամբողջականության ու խաղաղությունը պահպանելու համար, որի կերպարներն են Աննան և Միքայելը, սերիալի գլխավոր հերոսները, որոնց սիրո պատմությունն անցնում է բազում փորձությունների միջով։ Հենրին, ով Անայի դաստիարակած որդին է և նա մեծանում է առանց իմանալու իր անցյալի գաղտնիքները։ Անգելինան Հենրիի մեծ սերն է, ում հետ ճակատագիրը փորձություններ է պատրաստել ու դեռ շարունակում է պատրաստել։ Ֆրիդան Հենրիի կենսաբանական մայրն է, ով վերադառնում է տարիներ անց խախտելու ընտանիքի անդորրը։ Շախունցների ընտանիքը ուժեղ, բայց ներքին պայքարներով լի ընտանիք է, որը փորձում է պաշտպանել իր արժեքներն ու անցյալի գաղտնիքները։ Սերիալում գործողությունները զարգանում են այնպես, որ երբեք չես կարող կանխատեսել հաջորդ քայլը։ Այն սպասելի իրադարձությունները ստիպում են հերոսներին կտրուկ որոշումներ կայացնել, ինչը բերում է նոր հակամարտությունների ու խորը դրամատիկ պահերի։ Ֆրիդայի վերադարձը տարիներ անց Հենրիի կենսաբանական մոր, սակայն ոչ թե սիրո, այլ շահի համար է այդ վերադարձը։ Նրա նպատակն է գումար ստանալ, ինչի համար պատրաստ է բացահայտել անցյալի բոլոր գաղտնիքները։ Անգելինայի և Հենրիի սերն արգելված է, նրանց զգացմունքները փորձում են հաղթահարել հասարակության ու ընտանիքի կողմից դրված սահմանափակումները։ Ինչ կտա Սոսի վերադարձը։ Բագրատի հեռախոսազրույցից պարզվում է, որ Սոսը ողջ է։ Սա մեծ հարված է լինելու շախունցների ընտանիքի համար, քանի որ նրանք արդեն հաշտվել էին, որ Սոսը մահացած է ու նրանց ընտանիքը այլևս չի էլ հիշում նրա մասին։ Սոսի որդին է վերադառնում։ Ոչ ոք չէր սպասում, որ Սոսը ոչ միայն միայնակ է վերադարձել, այլ ունի որդի, և ավելին ոչ միայն որդի։
Հերոսների կերպարները զարգանում են դինամիկ կերպով, նրանք ստիպված են պայքարել իրենց ներքին վախերի, հասարակական կարծիքի և ճակատագրի դեմ։ Միքայելը խիստ, բայց սիրող տղամարդ, ով միշտ փորձում է պաշտպանել իր ընտանիքը, Աննան ուժեղ կին, ում համար ընտանիքը և սերը առաջնային են, բայց նա հաճախ ստիպված է լինում պայքարել իր երջանկության համար։ Հենրին հակասությունների կծիկ է, քանի որ անցյալի գաղտնիքները ցնցելու են նրա հոգին։ Անգելինան պատրաստ է զոհաբերության, բայց երբեմն նաև համառ է, երբ խոսքը վերաբերվում է իր սիրուն։ Վերջին զանգը սերիալը հաջողության հասավ ոչ միայն իր հետաքրքիր սյուժեի, այլև պրոֆեսիոնալ դերասանական կազմի շնորհիվ։ Ռեժիսորական և սցենարային թիմը կարողացել է ստեղծել կերպարներ, որոնք ապրում են հեռուստադիտողի սրտում։ Ինչն է այս սերիալը դարձնում առանձնահատուկ։ Բարդ սյուժետային գծերը։ Շատ հայկական սերիալներում դեպքերը պարզ են զարգանում, բայց այստեղ անսպասելի շրջադարձերը մշտապես պահպանում են հետաքրքրությունը։ Հոգեբանական խորությունը։ Հերոսներն ունեն հստակ մոտիվացիաներ, իսկ նրանց որոշումները հաճախ փոխում են սյուժեի ընթացքը։ Եվ իհարկե որակյալ դերասանական կազմ։ Կերպարներն այնքան լավ են մարմնավորած, որ հեռուստադիտողները համակրում կամ ատում են նրանց։